Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, նախ եկեք արձանագրենք հետևյալը։ Եթե եկեք մենք կողմնորոշվենք, մենք ատելության խոսքը ուզում ենք համացանցում քրեորեն պատժելի դարձնենք, թե կամ որևէ ձևով պատժելի դարձնենք, թե չէ, որովհետև ընտրանքային, երբ որ համապատասխան մարմինները գործում են, հակառակ աղմուկն է տեղի ունենալու։ Այդ բուլինգը, որ կա համացանցում, այդ ինչ եք դուք ձեզ տենց առանձնահատուկ դափնիներ վերագրում։ Բոլորին չէ, բոլորիս։ Այդ ինչի, այդ ներողություն, այդ ինչի ոչ մի անգամ չեք նկատել իմ ընտանիքի անդամների, իմ մանկահասակ երեխաների, մեր թիմի անդամների նկատմամբ տեղի ունեցող բուլինգը։ Ինչի չեք նկատել, որովհետև ազնիվ չեք, որովհետև ոչ միայն ազնիվ չեք, այլև շատ կողմնակալ եւ կողմնապահ եք։ Ինչ վերաբերում է ձեր ասած ձեր սպառնալիքներին, որ դուք հերոսաբար կենթանի եք մնացել եւ եկել էստեղ կանգնել, ես ձեզ ուզում եմ մի գաղտնիք ասել։ Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին։ Գիտեք ինչի, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ որևէ պարագայում այդ այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է հաշմանդամություն առնվազն։ Դուք դա ինձնից լավ գիտեք եւ ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ որպես մեր ընտրողի։ Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև, բայց կար եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, էլի ուզում եմ արձանագրել, որ գիտեք ինչ, ասենք մարդկանց ես աղմուկա, աղաղակա, ինչ որ հետապնդում են, կալանավորում են, հետաքրքրվում եմ ինչ է տեղի ունեցել։ Պարզվում է տեղի է ունեցել այդ հայտարարությունն եմ անում։ Պարզվում է տեղի է ունեցել հետևյալը, մարդուն հրավիրել են ասելու, որ վարույթը կարճվում է։ Հասկանում եք, օրենք կա, պետք է մարդուն տեղեկացնեն, որ վարույթը կարճվում է, ընթացակարգ կա։ Երկրորդը ասում են, որ բանա, խախայցով դիմելա դատարան։ Այսինքն դուք մտածում եք, որ կարա որևէ լրատվամիջոց գրի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ ակնարկ անի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերություններով զբաղված ու դա պետք է մնա անարձակակ, ձեռ եք առնում։ Ու դուք խոսում եք արժեքների մասին։ Այդ մարդիկ են, որ չգիտես ում սենյակում, ում հետ ինչով են զբաղված, ուզում են ինձ անձի հարց չի ստեղ։ Ստեղ կարգավիճակի, այսինքն դուք ուզում եք ասեք, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակը եւ Հայաստանի Հանրապետությունը չեմ հարգում, մտքներով չանցնի։ Օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի ով ուզում է լինի, որովհետև ինչպես հայտնի հերոսն է ասում, за державу обидно։ Ես անձնական խնդիր չեմ լուծում։ Վար Մակարյան, ունեք եժան հաջորդ հարցը Արմինով։ Դուք ընտրելու։ Իսկ նախորդ ասումիսի ձեզ թողեցի, Վար Մակարյան, չթողեցի չէ, շնորհակալություն Արմինով։ Դե ամսի 26 թվականի հունիսի 7-ին կգնաք, կտեսնեք, որ մենք ընտրվել ենք, հանգիստ հետ կվերադառնանք։ Ես երաշխավորել եմ եւ երաշխավորում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները գործել են, գործում են ազատ։ Եթե ձեզնից որևէ մեկը պետք է ասի, որ Հայաստանի պատմության մեջ եղել է ժամանակաշրջան, որ լրատվամիջոցները գործել են ավելի ազատ,
Հալալա ձեզ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։